Հեշտ և էժան տոնածաղրի ձևավորում սեփական ձեռքերով մաս երկրորդ։ Այս անգամ կդիտարկենք, թե ինչպես կարելի է հին պլաստմասսայի խաղալիքները ձևափոխել և ստանալ ավելի նոր և հետաքրքիր դիզայնով խաղալիքներ։ Ուրեմն վերցնում ենք ցանկացած եղունգի լաքանող միջոց և մաքրում ենք իմ դեպքում մանկությանս փորձերի արդյունքները, իսկ ձեր դեպքում վրայի փայլուն շերտը, որպեսզի հետո ակրիլ ներկը ավելի հեշտությամբ կարողանաք քսել։ Վերցնում ենք ցանկացած գույնի ակրիլ ներկ։ Իմ դեպքում դա սպիտակն է։ Կարող եք վերցնել այս տարվա թրենդային նռնագույն գույնը, ինչպես միշտ արժեքների մասին։ Ակրիլ ներկը կարող եք գտնել 500-ից 900 դրամի շրջանակներում։ Ուրեմն այն գաղտնի ինգրեդիենտը, որի մեջ ես թաթախում եմ ներկելուց հետո, դա ընդամենը կերակրի սոդան է։ Ցանկացած մարդու տանը կա, այնպես որ նույնիսկ կարող եք դրա համար չվճարել։ Սպիտակ գույնի վրա տպավորություն է ստացվում, ոնց որ ձնագնդիկներ լինեն։ Իսկ եթե անենք նռնագույնի վրա կամ ալիվկովի գույնի վրա կամ վարդագույնի երանգի վրա, ապա կստացվի բարղտի էֆեկտ։ Ընտրեք շատ հետաքրքիր խոր, հետաքրքիր գույներ, որպեսզի հետաքրքիր թանկարժեք խաղալիքի տեսք։ Չորանալուց հետո անմիջապես մեկ այլ վրձինով թափում ենք այն մասնիկները, որոնք չենք ցեղած տեղը սոդանել։ Մի խոսքով, եթե առաջին անգամ քսելուց հետո դեռ տաքի գույնը երևում է, նույն պրոցեդուրան կրկնում եք երկրորդ անգամ։